Պարոն Ղազարյան 3-4 գերիներ վերադարձան Երևան, փոխանակվեցին սիրիացի վարձկանների հետ եւ դրանից հետո Վիգեն Էլուգջեքչյանի կինը Լինդա Էլուգջեքչյանը եկավ Հայաստան, ինչպես տեսանք օդանավակայանում դիմավորեց Հայկ Սարգսյանը, ինչ գնահատական կտակ այս ամենին, ՔՊԻ այս ակտիվ վարքագիծը ինչպես կբնորոշեք։ Ես կարծում եմ, որ դա PR է, որովհետև ինքը ես չեմ լսել, որ ինքը որևէ ազգակցական կապ ունենա այդ կնոջ կամ այդ ընտանիքի հետ։ Այդ դեպքում հարց առաջանում է, ասենք օտար մարդը տղամարդն չի գնում դիմավորելու մի կնոջ, ինչ կապ ունի ինքը։ Մարդը լսել է իր ամուսնու գերությունից ազատելու մասին, եկել է հայրենիք, որպեսզի նրա հետ հանդիպի, չէ՞, ասենք օտար մարդիկ չեն գնում իրան դիմը, ինչ են ուզում դրանով։ Ես եմ կարծում, որ դա բացի այդ PR-ից այդ մարդկանց այդ ծանր կարգավիճակը իրենց անձնական հեղինակության համար օգտագործելու անազնիվ ձեռնարկից բացի այնտեղ ուրիշ ոչ մի բան պետք չի փնտրել։ Մանավանդ չէ մարդուն դիմավորելուց հետո ինչ է անում, էլի մարդը եկել է իր հարազատները կդիմավորեն, կգնան իրանց ընտանիքի անդամի հետ կհանդիպեն, ինքը ինչ կապ ունի էլի դրա հետ։ Իր ջանքերով այդ մարդը գերությունից վերադարձ է, ինքնակազմակերպ է, ինքնահար է, ինչ կապ ունի ինքը դրա հետ։ Այսքան ժամանակ այդ ընտանիքը այդ ծանր վիճակի մեջ այդ կինը Ադրբեջանի նախագահին է դիմե խնդրանքով որ իր ամուսնուն գերությունից ազատեն։ Հայկ Սարգսյանը այդ ամեն ինչի հետ կապ ունեցել է, մի հատ հայտարարություն արել է, մի հատ կարծիք հայտնել է, թե գերիներն չի են գերության մեջ, ինչ պետք է անել, որ գար, մի հատ նրանց վիճակի մասին խոսք լսել եք դրա մասին։ Բայց հիմա ծաղիկները վերցում է թվում է ինչ գործ ունի ինքը դրա հետ, ես չեմ կարող հասկանալ։ Եվ այսօր Մուրացյան հիվանդանոցի դիմաց, երբ որ հարցնում ենք ինչպես է Վիգեն Էլուգջեքչյանի առողջական վիճակը, նա պատասխանեց, որ շատ լավ է, քայլում է, ամեն ինչ իր հետ նորմալ է, Հայկ Սարգսյանը։ Շիշ կա ինքը։ Ես չեմ լսել որ ինքը, ես գիտեմ որ շիշ բռնող է։ Եթե ինքը շիշ է եղել գնացել է շիշը վերցի եկել է, դա ուրիշ բան, բայց ինքը շիշ բռնելուց բացի ուրիշ որևէ կոմպետենտություն մինչև հիմա հանրային կյանքում չի դրսևորել, քան Նիկոլ Փաշինյանի շիշը բռնել է։ Մարդու առողջական վիճակի մասին եզրակացություն կարա տա այդ մարդուն հետազոտություն իրականացած կամ բուժող բժիշկը։ Բայց ես չեմ լսել որ Հայկ Սարգսյան բժիշկ է, չեմ կարծում որ նրա կարծիքը կոմպետենտ է։ Այսօր ամբողջ օրը առավոտվանից Վիգենի մասին տեղեկությունները կարծես թե հասարակությունից թաքցվում էր։ Առաջին հերթին առողջապահության նախարարությունից չէր հաջողվում հասկանալ թե որտեղ է Վիգեն Էլուգջեքչյանը եւ նաեւ հետո կապը կորեց Լինդայի հետ։ Իր հետ էլ չհաջողվեց դրանից հետո օդանավականից հետո կապ հաստատել եւ խոսել։ Ես կոմպետենտություն չունեմ, տեղեկացված չեմ ճիշտ ասած էլի թե ինչ հանգամանքներում է եկել, ոնց է եկել, որտեղ մի ասում է որ ընդհանրապես կապը կորել է, չէ՞, իրան չէին գտնում թե որ հիվանդանոց են տարել։ Այո։ Ինչ-որ տենց հակասական տեղ, բայց քանի որ իրազեկ չեմ, մանրամասները չեմ տիրապետում, չեմ կարող մեկնաբանել։